Հարգելի հեռուստադիտողներ, արդյունի տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է, այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն, եւ Արմենը նորությամբ է եկել հատկապես այն մասին, որ փաստորեն այդ քվեաթերթիկների հաշվարկը շարունակվելու է ավելի շատ, քան մենք կարծում էինք, այնտեղ ինչ-որ խնդիրներ կան, այսինքն 14-ին դեռ վերջնահաշվարկ չենք ունենա, այդպես է ստացվում։ Մենք գիտենք, որ Կիրակի օրն է լինելու։ Ես լսեցի Թուլորի թողարկման ժամանակ, բայց հիմա արդեն ավելի թարմ ինֆորմացիա կա, ուրեմն խնդիրը հետեւյալն է, որ երկու ընտրատեղամաս, որքան հասկանում եմ, որտեղ 11-ից մինչև 11-ը տևել է քվեարկությունը, հիշում եք, ընդդիմությունը աղմուկ էր բարձրացրել զինվորները։ Այո։ Եկեք երկու ընտրատեղամասում ընտրությունների արդյունքները չեղարկվել է։ Եվ սա նշանակում է, որ այդ տեղամասերում, տեսեք, ԲՀԿ-ն ավելացրեց, չէ՞, այնտեղ ասում էին 100-ից ավել ձեն պետք է գեներացնի, ըստ դրա ինքը անցնում էր պարլամենտ։ Բայց քանի որ այսպես ասում է երկու ընտրատեղամասում աղմուկ էր բարձրացրել ընդդիմությունը, հիմա կան որոշեց չեղարկել երկու ընտրատեղամասում ընտրությունների արդյունքները, եւ հիմա ընդդիմությունը այլ վայնասուն է բարձրացրել, թե բա եթե դուք չեղարկում եք այս ընտրատեղամասը, նշանակում է դուք չեք ուզում, որ ԲՀԿ-ն անցնի պարլամենտ։ Պրոբլեմը հետեւյալն է, տեսեք, եթե դուք նկատել եք այդ ուժեղները, որ շատ այնց ուժեղ տղերք էին, քանի որ իրանք դեռ շատ Պուտինից կախված են, իրանք հիմա ուզում են հիմնավորեն, թե ինչի է իրանց պետք մանդատը վերցնել, որովհետեւ եթե 3-5-րդը ստանում է Փաշինյանը, իրանց վիճակը շատ ավելի թույլ է, այսինքն իրանց մտնելը պարլամենտ միակ սահմանադրական մեծամասնության պարագայում մենակ հանրակրվեն չթողնել, որ Փաշինյանը անի, ասենք Փաշինյանը դրա տարբերակը ունի, եթե այսպես ասում եմ, շատ պետք կլինի, կարա 300,000 ստորագրություն հավաքի, այդ հանրակրվեն անցկացնի, բայց արդեն 3-5-րդի պարագայում սրանց ներկայությունը ավելի ամուր կլինի, այսինքն ամեն պաշտոնյայի համար երեք ասեցի, կսկսեն բազարներ սարքել եւ այլն, կսկսեն իրանց մարդկան խցկել եւ այլն։ Ավելին ասեմ ձեզ, իրանք շատ լավ հասկանում են, որ իրանք այդքան էլ ուժեղ չեն ու Պուտինն էլ գնալով թուլանում է, դրա համար էս իրանց համար լավ, ասում եմ, երաշխիք է, էլի։ Իրանք կուզենան իմ տպավորությամբ, իմ կարծիքով, առևտրի մեջ մտնել ԿՊ-ի հետ, ինչ որ մի բան ստանալ եւ այլն։ Գումարած իրանք, եթե այս դրա համար իրանք շատ ուզում են, այդ նկատել եք հատկապես ինչի է, հիմա ուժեղ Հայաստանը ավելի շատ իրանք կոտորում է Ծառուկյանի համար։ Որտեւ իրանց պետք է 3-5-րդը։ Այդ ժամանակ իրանք հիմա տեսեք, ասենք, ընդհանուր իրանց մեջ գզվրտոց է, չէ՞։ Մեծ մասը ասում են։ Իրանք չեն էլ դիմել վերահաշվարկի համար։ Դրա համար են իրենք հատկապես Ծառուկյանի համար, իրենց դիմումը չկա։ Հիմա իրանք վաղը դիմելու են ընդհանրապես ընտրությունների արդյունքները չեղարկելու համար, հասկանում եք։ Հետո ուզում են սահմանադրական դատա, էական չի, միջազգային դիտորդները ընտրությունները ճանաչելն են լեգիտիմ, հա, ու այն մարդիկ, ովքեր այն իբր արևմտամետները փորձում են իրենց կոտորել, թե ինչի չեն ճանաչում ընտրությունների արդյունքները տարբեր, ասենք, անկապ պատճառաբանություն, այս խորթուբորտ ճանապարհներով, նորից կրկնում եմ հատուկ, մի կոտորեք ձեզ։ Եվրոպան աշխարհը ճանաչել է ընտրությունների իրենց բոլոր թերություններով հանդերձ ճանաչել է լեգիտիմ ընտրությունները։ Հետևաբար ձեր լեգիտիմ չճանաչելը ուրեմն ձեզ չի փրկում, ասեք ինչ էլ չգիտեմ, ինչ որ բաներ են անում, այլ Փաշինյանը չի ճանաչել ինքն անձամբ ասում որ չի, ոչ Փաշինյանը ուրիշ բաներ ասում, հա Փաշինյանի խոսույթը գիտեք, երբեմն խոսում է, այսպես խուճուճ ալնում, ինքը ասեց որ կեղծել է, ոչ թե ընտրությունները կեղծվել են, կեղծել է ընդդիմությունը, բայց դա նախ պետք է ուրեմն հաշվարկվի, ասենք ինչքանով է ազդել ընտրությունների արդյունքը, երրորդը Փաշինյանը չի ասում մեր ձեները լեգիտիմ չեն, ասում ընդդիմության ձեները լեգիտիմ չեն, հա, որպես այդպեսին։ Բայց անկախ նրանից ինչա Փաշինյանը ասում, միջազգային հանրությունը ճանաչել ընտրությունների արդյունքները, ընդ որում արևմուտքը, այն արևմուտքը, որին իբր դուք իբր, այո, եմի խոսքը հասկացա։ Թեման հիմա չխորանանք այդտեղ, բայց խնդիրը հետեւյալն է, որ այստեղ արդեն խնդրեմ կարա առաջանա, եթե ԿՊ-ն չգնա վերահաշվարկի, այսինքն վերաընտրության, որովհետև ըստ էության ԿՀ-ն եթե չեղարկում այդ երկու ընտրատեղամասերում արդյունքները, պետք է նշանակի ընտրություն։ Այսինքն, իսկ եթե չի նշանակում ընտրություն, դա արդեն կարա բերի խնդիրների, դա արդեն կարա բերի լրջագույն նոր ընտրություններ։ Այո, որովհետև երկու չեղարկվել ընդհանրապես, այդ երկու ընտրատեղամասում ընդհանրապես հիմա։ Հա, երկուսում հասկանում եմ։ Հիմա Դանիել Լեոնիսյանը ասում է, որ պարտավոր է ուրեմն նշանակի ԿՀ-ն վերաքվեարկություն, հասկանում եք։ Եվ ըստ էության, եթե վերաքվեարկություն նշանակվի, ստացվում է, որ հիմա տեսեք, մենք ուզում ենք հասկանանք ինչի համար է դա արվել է, որպեսզի ընդհանրապես այդ, որտեղ էդ էլ էր խնդրեմ։ Իրականում էդ էլ էր խնդրեմ այդ մինչև 11 քվեարկությունը, հիմա ԿՊ-ն ուրեմն հանեց դա, այսինքն այդ խնդրեմը մաքրվեց հիմա, բայց եթե վերաքվեարկություն չնշանակվի, որքան հասկանում, սա այլ ավելի մեծ խնդրեմ է դառնալու հետագայի համար, որտեղ, բայց ենթադրում կնշանակեն վերաքվեարկություն։ Վերաքվեարկություն նշանակում միայն այդ երկու տղամասը միայն երկուսում։ Ով է դե իսկ ինձ թվաց նկատի ունեք ամբողջ ընտրությունները։ Միայն այդ երկուսում։ Հա, եթե լավ արեցիք որ նշեցինք։ Երկրորդ մասում շարունակենք։ Գնում ենք գովազդի։ Սեյֆը այսօր էլի լուծնելու են։
խոշոր լինելու։ Որ բռնվեն։ Չենք բռնվի մի կռա։ Շատ հավանեցի ֆիլմ, շատ հաճելի էր, շատ ուրախ եմ, որ այսպիսի որակով ֆիլմ նկարահանվեց։ Մարդուս ասած, մի օր կինո են նկարելու այդ պատմության մասին։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Վերլուծություններ են շարունակվում է արդյունի եթերում, կարծեմ, բանուն եք ավելացնելու։ Ամփոփ ենք, այսինքն Կիրակի օրը պարզ չի դառնալու արդյունքները, այս ասում եմ կինոն շարունակվում է։ Հիմա որքան հասկանում եմ, հիմնական հարցը հետևյալն է, արդյոք կնշանակի վերաքվեարկություն, թե չի նշանակի, եթե չի նշանակում վերաքվեարկություն, ԲՀԿ-ն չի անցնում, եթե նշանակում է վերաքվեարկություն, ԲՀԿ-ն շանս ունի շատ մեծ անցնելու, որտեղ այդ նույն էլեկտորատը կարա գնա եւ քվեարկի։ Հիմա գլխավոր ինտրիգն է հասկանանք ինչի համար չեղարկվեց այս ընտրությունը, այսինքն քվեարկության արդյունքները։ Դե ԿՀ-ն անմիջապես վաղը նշանակում է վերաքվեարկություն կամ այսօր չգիտեմ, երբ որ իրան ժամկետով նախատեսված է։ Նշանակում է իրանք ուզում են ընդհանրապես մաքրեն բոլորեն, այսինքն վիճելի պահերը, որպեսզի հասկանում եք, չէ, ընտրությունների լեգիտիմության հետ կապված չնայած էլի ճանաչվել է, բայց այսինքն որով ոչ մի կետ կամ բան չլինի, եթե ԿՀ-ն տատանվում է նշանակել վերաքվեարկություն, այստեղ արդեն կասկածներ առաջանում, ոնց որ թե ասենք որ ասենք կարող է Ծառուկյանին ուզում են Այնտեղ ձայների քանակը մեծ էր Ծառուկյանի։ Հա, բավականին մեծ էր, հա, հեշտ կարա հավաքի ընտրվի։ Ես ինքս շատ ես ինքս չթաքցնեմ, ես համարում եմ, որ Ծառուկյանի ու նմանատիպ բիզնեսմենների ու ընդհանրապես այդ մակարդակի քաղաքական գործիչների, եթե կներեք էլի, որ ասում եմ քաղաքական գործիչ, բայց ստիպված եմ դե հիմա այդպես է, ներողություն եմ խնդրում, բանը, միգուցե մի դժոխք չեմ անգնի սրա համար, բայց հիմա, հա, բայց գիտեք ինչ կա, մենք պետք է բան հասկանանք, որ ամեն ինչ պետք է այնպես լինի, որ հետո ասենք թեմա չլինի էլի իրանց վրա, այսինքն որտեղ տեսեք նույն Արտուր Օսիպյանի հետ կապված ես ասում էի, Նիկոլ Փաշինյանը բռնեց անիմաստ Արտուր Օսիպյանին աստղ սարքեց, անիմաստ։ Հիմա Արտուր Օսիպյանը արդեն բանա, չէ՞, դες չարջ։ Տնային կալանքի։ Չէ, բայց դու սա եկե որպես չարչարված տենց մեսիա բան եւ այլն, ասենք ընդհանրապես կարելի է նորմալ խոսալ բան անել։ Վասի այդ Մարագոսը, դեսպանը ողջունեց այսօր, ես դրա համար եմ զգուշացնում։ Ասում եմ՝ մի արեք, դա սախալ է։ Ինչի հասցնենք դրան, որ Եվրոպայության դեսպանը ողջունի, որ ինչ որ Արտուր Օսիպյանն ազատ արձակում է, այդ էմոցիաներին տրվել է, այդ ամեն ինչը։ Չէ, կառավարության ժողովրդավար լինելն է նաեւ այստեղ, միայն Օսիպյանին արձակումը չի։ Չէ, ընդհանրապես այդ դեպքի պետք է Օսիպյանը չնստեր։ Դա թյուրիմացություններ չի կարելի այդպես անել։ Ավելին ասեմ ձեզ, նորից եմ ասում, դրա պատճառով հիմա Արտուր Օսիպյանը պետք է երջանիկ լինի։ Ինքը կյանքում այսքան հայտնի չէր դառնա։ Դա հասկանալի է, դա իր։ Բայց իմաստը իրանք իրանց վնասում են ու գումարած Հայաստանի հեղինակությանը։ Ով չգիտի, հացադուլ էր հայտարարել երկար ժամանակ եւ արդեն առողջական վիճակը շատ վատ էր, այնպես որ եւ չէ թարգեջ հասկացա, թարգեջ չթարգեջ։ Չէ, հա, տանը երևի, այո, չգիտեմ։ Եվ անդրադառնանք նաև փաստին, որ նախագահ Թրամփը այսօր կասեցրեց հարձակումը, հուժկու հարձակումը Իրանի վրա, որի մասին հայտարարել էր երեկուշ երեկոյան, այսօր առավոտյան այլի գրառում էր արել, որ այսօր թեժա լինելու Իրանում, հետո հայտարարեց, որ կասեցնում է, որովհետև պետք է ընդհանրել, այսինքն այսպես էր ասում, որ համաձայնություն է լինելու Իրանի հետ հստակ արդեն։ Նախ սպառնաց որ շուտով խարկ կղզին գրավելու է, եկեք հերթով շատ կարևոր է։ Սպառնաց որ շատ ուժեղ հարվածելու խարկ կղզին է շուտով առաջիկայում մի օր կգրավեն, որից հետո ու այսպես սպասում ենք բոլորս հարվածների, որից հետո ասում է դե Իրանի մինչև բարձրաստիճան ղեկավարություն տենց կապվել ենք, տենց իրանց բանը օքեյը ստացվել է, հիմա ոնց որ թե ինչ որ բաներ համաձայնեցնում ենք, դրա համար այդ պատճառով ես հիմա բան անում, դադարեցնում եմ հարվածները, իրականում մի քիչ կասկածում եմ, որ ինչ որ բան, մի քիչ տենց ասենք, բայց շատ եմ կասկածում, բայց ասեմ մի քիչ եմ կասկածում, որ ինչ որ բան համաձայնեցվել է։ Ես անգամ զգում եմ, որ ինչ որ բան է, այնպես չեմ բացառում, որ ինչ որ, բայց ես չեմ հավատում դեռ որ չալ մեկը, այս
լավ չասեմ, շատերը նեղանում են, որ ասում չէ, Իրանի ահաբեկչական ղեկավարությունը կգնա այսքան շուտ գործարքի։ Ղեկավարության հարցը չի, ինքը անդադ նշում է, որ այլևս ոչինչ չունեն, զենք չունեն, զինամթերք չունեն։ Դե այդպես չի, նես չի, որ ոչինչ չունեն։ Անենց էլ չի, որ իսրայելական օրինակ հետախոցը կամ իսրայելական ռազմական վերլուծաբանները տալիս են, որ լավ էլ ունեն, նես չի, որ չունեն։ Այդ եկեք բան անենք, ասենք, եթե sense վերցնենք բան, հա, ինչ որ մի ոլորտում կարող է ասենք, օրինակ համար նա բանի ջրային ծովային ասենք ուժերի ոլորտում, ռազմածովային ուժերի ոլորտում կարող է ասենք շատ 80-90%-անոց կորուստ են տալեն կրել, մնացել են ինչ-որ փոքր մոդորանավակներ, որոնք շատ էին իրեն բան չեն, բայց գլոբալ ասենք։ Կարծեմ ջրային պաշարների ինչ-որ ավիացիայի պահով 0 են, ասենք միջև էլ դες առանձնապես չէին, ասենք տես 10 էին, հիմա -10 են, կոպիտ ասած էլ դες չի որ ավիացիայի ոլորտում, բայց հրթիռների արձակման կայանների հետ կապված ես ասում եմ, այնպես չի որ բան։ Իրանք անգամ չեն կարողանում հաշվեն, որտեղ դրանք բոլորը կամ գետնի տակ թաղված են մնացել եւ չգիտեն որքանն է ոչինչ ասել, որքանը չէ։ Հրթիռների մասով ասում են դեռ կեսը ունեն, այսինքն մինիմում կեսը ունեն։ Դրա համար այդպես չի։ Ասեմ ձեզ, ես կասկածում եմ, որ սա ֆուտբոլի աշխարհի առողջության հետ է կապված, туриզմի հետ է կապված, գիտեք, հիմա ոնց որ բոլոր նահանգներ մտահոգություններ ունեն, որ հատկապես Midwest-ի, ասենք, ինչքան գիտեմ Midwest-ում էլ անցնել, այսինքն ասեցպես ասենք, ցես ձևակերպենք, այն նահանգները Միացյալ Նահանգների որոնք շատ կարիք ունեն այդ ֆինանսական հոսքերի, հա, իսկ Թրամփը բիզնեսմեն է, գիտեք, ասենք, туриզմը, մեծ գումարները դա զարգատալու եւ այլն։ Թրամփը մտածում է շուկաների մասին, ստոկ մարքեթի մասին, դրա համար ենթադրում եմ այս ամեն ինչը ինքը այսպես անում է, ինքն էլ է ժամանակ ձգում, որտեղ ֆուտբոլի աշխարհի առողջությունն է մեկնարկում այսօր։ Մեկնարկեց արդեն, այո, խաղել եղավ 2-0 պարտվեց։ Եղել է, արդեն ես կներեք չեմ ժամանակ չի։ Ես երբեմն ժամանակին եմ ֆուտբոլի երկրպագու եղել, հիմա տես միայն Հայաստանի հավաքականի խաղերն են, եթե հաջողվում նայում եմ։ Այսօր այսքանը, որովհետև էլ ժամանակ չունենք արգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք վաղը, իսկ Արմեն Չիբուխչյանը կներկայանա YouTube-յան լայվով։ Այո։